Բարև ձեզ։ Ժող նվագարաններն այսօր ուշադրության կենտրոնում են։ Դրանք ներխուժել են ջազ, ռոք երաժշտություն եւ նույնիսկ ակադեմիական։ Երբեմն դա արդարացված է, երբեմն այնքան էլ չէ, սակայն մեր այսօր հյուրընկալած խմբում Ժող նվագարանը գլխավոր դերում է։ Եվ հենց այս գործիքն է ստեղծել խմբի յուրահատուկ հնչողությունը եւ սիրելի ու ճանաչելի դարձրել Միքայել Ոսկանյան եւ ընկերներ խմբին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալություն, որ եկաք մեզ մոտ։ Տղաներից պիտի ներողություն խնդրեմ, առաջին հարցս Միքայելն եմ ուղղում, որքան հասկանում եմ դու ես այն առածքը, որի շուրջ հավաքվել է խումբը։ Ընդամենը մի քանի տարի է ինչ հավաքվել է խումբը, ինչ դուք ակտիվ գործունեություն եք ծավալում, բայց արդեն ասում ենք թար, հասկանում ենք Միքայել Ոսկանյան։ Ինչպես եք դրան հասել։ Մի քիչ, չգիտեմ, երևի շատ բարձր է ասված թար Միքայել Ոսկանյան, մենք ավելի համեստ կլինեմ այդ հարցում, որովհետև հրաշալի թառարներ կան, ուղղակի երևի թե նրանում է հարցը կայանում, որ թառը այլ տիպի երաժշտության մեջ ես օգտագործեցի ու փաստորեն
այս պարագայում որքանով որ ես գիտեմ արդարացված եղավ, որովհետև 5 տարի արդեն խումբը գոյություն ունի, 5 տարի մենք ստեղծագործում ենք, բազմաթիվ համերգներ թե Հայաստանում, թե արտասահմանում ու դեռ շարունակելու ենք գնալ առաջ։ Շատ աշխատասեր եք, որքան հասկանում, շատ համերգներ եք նվագում, իրոք։ Այո։ Միգուցե դա է նաև հաջողության գրավականը։ Միգուցե։ Միքայել, որ պահին հասկացար, որ այդ գործիքը կարող է այլ կերպ հնչել։ Հասկացա այն ժամանակ, երբ ինքս ինձ համար սկսեցի այլ բաներ նվագել, փնտրել գործիքի վրա, ու հետո դա բերեց նրան, որ ես սկսեցի գործիքի վրա ստեղծագործել, հեղինակային գործեր գրեցի, եւ որն էլ դարձավ այս խմբի հիմքը, երբ որ ես հավաքեցի, այսպես ասած, բավականաչափ ստեղծագործություններ, եւ պետք է արդեն հանձնել հանդիսատեսի դատին, մենք ես հրավիրեցի իմ ընկերներին, միասին նվագեցինք, առաջին մենահամերգն էր դա, ու հենց մենահամերգի հաջողությունը բերեց նրան, որ մենք այդ մենահամերգով չեզրափակվեցինք ու որոշեցինք խումբ դառնալ ու գնալ առաջ։ Այս ամբողջ տարիների ընթացքում մենք անընդհատ արդեն միասին եւ ստեղծագործում ենք եւ փորձեր եւ խմբում բացի հայտարարված դերերից սովորաբար լինում են նաեւ ինչ որ դերեր, որոնք խմբի ներսում են հայտնի, հա։ Դուք յուրաքանչյուրդ ինչպես կբնութագրեք կամ միգուցե ավելի լավ է միմյանց բնութագրեք, հա, ով ինչի համար է պատասխանատու խմբում։ Այդպես հստակ գծված պարտականություններ ոչ մեկիս վրա դրված չեն։ Երևի թե ամենամեծ պարտականությունը կամ գործը, որ պիտի արվի խմբում, երաժշտությունից բացի, կրկին Միքայելի վրա է, կազմակերպել փորձերը, համերգից առաջվա պատրաստությունները եւ այլը, բոլորիս զանգել, ասել, հավաքել այդ հիմնական մասով Միքայելն ու Լուսինեն երկինն են զբաղվում։ Իսկ մեր ամենագլխավոր երևի մեզնից պահանջվող բանը Միքայելին օժանդակել, աջակցել, չխանգարել գոնե, կիսել մտքերը երաժշտական առումով ու չգիտեմ, երևի կատարել մեր առջև դրված հանձնարարություններն ու խնդիրները։ Ով է օրինակ պահպանում համերաշխությունը խմբում։ Ով կոնֆլիկտի մեջ չի, նա պահպանում է։ Այդ պահին տվյալ կոնֆլիկտի մեջ ով չկա, նա փորձում է խաղաղեցնել։ Մեկը բոլորի, բոլորը մեկին։ Այդ գործով բոլորս էլ հերթով զբաղվում են։ Okay, ինչ եք կարծում, ուրիշ ինչ ժող նվագարան ունի նման պոտենցիալ հայկականի նկատի ունեմ, մեր ունեցածից, մտնել ժամանակակից երաժշտության մեջ ու տենց ազատ ընկալվել։ Իրականում ցանկացած ժողովրդական նվագարան կարող է ցանկացած ոճում հանդես գալ, որ այդպես ավելի քիչ, ավելի շատ բան, այդպիսի բան չկա։ Ցանկացած գործիք ունի այդ հնարավորությունները, որպեսզի նորովի հնչի կամ ասեք, չգիտեմ, օրինակ շատ վաղուց էլ եղել են դեպքեր, երբ Քամանչան օգտագործվել է սիմֆոնիկ նվագախմբում, Զուռնան ջազ բիգ բենդում եւ այլն։ Իսկ ավելի փոքր կազմերի հետ վերջին երևի 15 տարիների ժամանակահատվածում է այսպես զարգացել այս ոճում ժողովնվագարանների օգտագործումը։ Իսկ որ գործիքն ազդես անտեսված, որ կարելի էր լսել, օգտագործել, որը դեռ կարող է խոսք ասել։ Այսօրվա դրությամբ քիչ կհանդիպենք մոռացված գործիքներ, ինչպիսիք են սանթուրը, սազը, որոնք ժամանակին իրենց գուցե ցածր հնչողության պատճառով, ոչ թե ինտոնացիոն, այլ բարձրության առումով ձայնի երևի դուրս են մղվել, հա, այդ մրցակցությունից գործիքների միջև ու քիչ են սկսել օգտագործվել, գուցե արժի զբաղվել դրանց այսպես վերա իմաստավորմամբ։
Հիմա ինչով եք ապրում, ինչով եք զբաղվում հիմա, ինչ երաժշտություն եք գրում։ Ամբողջությամբ մենք երաժշտության մեջ ենք։ Այնքան շատ համերգներ ունենք, որ չենք հասնում գրեթե ուրիշ բանով զբաղվել։ Փորձեր ստեղծագործություն։ Հիմա խումբը իր ստեղծման օրից մինչև այսօր բավականաչափ փոխվել է եւ հնչյունային առումով եւ արդեն կատարողական առումով մի փոքր անգամ ոճային է փոխվել։ Եթե առաջ ավելի շատ ջազ էլեմենտներ կային, հիմա արդեն չեն կարող դա ասել։ Երբեմն մեզ ասում են թառը օրինակ ջազում կամ այսպես, ես դրան դեմ եմ, որովհետև մեր օրինակ ամենավերջի ստեղծագործություններում գրեթե ջազից բան չի մնացել։ Ու անգամ դժվարանում եմ ասել ինչ ոճ է, ավելի շատ ոճերի միախառնում կա, անգամ ռոքային էլեմենտներ գերակշռում են ինչ որտեղ։ Տեսնենք, այդպես քայլ առ քայլ փոխվում է, մինչև Փորձում ենք հետևել ժամանակակից երաժշտական տենդենսներին, թե ինչ է կատարվում աշխարհում ու մեր մտքերը, մեզանում հղացած ստեղծագործական ինչ-որ գաղափարներ, մեղեդիներ, հարմոնիաներ փորձում ենք տեղավորել ժամանակակից ձևի ֆորմատի մեջ։ Ինչ ծրագրեր ունեք, ինչ եք պատրաստվում անել։ Պատրաստվում ենք աշխատանքները սկսել ենք մեր հաջորդ CD-ի թողարկմանը, մի քիչ բարդ ու աշխատարար գործընթաց է դա, քանի որ ցանկանում ենք մեր խումբը միքսել մեծ երգչախմբի հետ։ Շուտով հանդես կգանք եւ CD-ի տեսքով եւ համերգային այսպես ֆորմատով, հովեր երգչախմբի հետ։ Ունենք հյուրախաղեր առաջիկայում, ամենամոտ հյուրախաղը Ստամբուլում միջազգային ֆեստիվալի ենք մասնակցելու, World Music Festival է, որտեղ ներկայացնելու ենք մեր երկիրը ու մեր երաժշտությունը։ Եվ այդպես Հրաշալի է։ Ձեզ հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալություն, ձեզ շնորհակալ ենք հրավերի համար, հրաշալի վայր, հրաշալի մթնոլորտ։ Մենք ենք շնորհակալ, հրաշալի երաժշտություն։ Շնորհակալություն, որ դիտում եք Civilnet, մեզ մոտ Միքայել Ոսկանյան եւ ընկերներ խումբներ։ Հետևեք Civilnet-ին, տեսություն։